Մենք այսօր բոլորս հավաքվել ենք Տիրոջ տուն եւ չենք գնահատում այդ հաղորդակցությունը, իսկ սատանան մի հատ ուրիշ բան ասում, ուշադիր եղեք սիրելիներ, սա բոլորիս մոտ կա, բոլորիս մոտ, թող Տերը ների կարող է սխալվեմ 1-2%-ով։ Մեր ընկերակցությունը պետք է իրար հետ եղնի, բայց այսօր սատանան մեզ մի հատ ուրիշ ընկեր ա տվել։ Գիտեք, հենց խորհուրդներ ա տալիս։ Գնանք բան հարցրու, ինքը կարա չպատասխանի, բայց այս հեռախոսի մեջ հիմի նոր բան կա, չէ, արհեստական բանական, ինչ ասես գիտի ինքը, ինչ ուզում ես հարցրու, էլ ընկերոջ խորհուրդ չունես, բայց գիտեք մի բան կա սիրելիներ, ինքը չի կարամ ընկերոջ նման տաքացնի, ինքը քո հետ չի կարամ լաց հեղնի, ինքը կարա քեզ ուղղություններ ցույց տա, ինքը կարա քեզ տարբեր բաներ ցույց տա, եւ քո ուշադրությունը գրավի, այն յուղը, որ պետք է դու կարդալուց բերես, այդ կարդալու յուղը էլ չի գալիս, որովհետև դու լսում ես արդեն ուրիշ տեղից, ուրիշ յուղ ա գալի քո մեջ, ուրիշ ջուր ա գալի, դու խնամություն ես անում աշխարհի հետ ու առանց այս ընկերոջ մի բան էլ ուշադիր եղեք, լանայեք տեսեք տենց հա թե տենց չի ժողովուրդ ջան, 98%-ը դաժե տեղը չի մտնում առանց հեռախոսի, դաժե տեղը չի մտնում առանց հեռախոսի, էլ չեմ խոսում շատ կներեք տուալետ գնալուց, էլ չեմ խոսում որևէ տեղ գնալուց. Այսօր ինչ յուղ ա լցվում մեր մեջ, ինչ ենք գալի հավաքում, ինչ փափագով ենք գալի հավաքում, գիտեք, դա մեր ուզելով ա եղնելու